Հունիսի 7-ին սպասվող հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 19 ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Ու թեպետ դեռ պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, մասնակցող ուժերի մի մասը վաղուց են սկսել ակտիվ քարոզարշավ իրականացնել։ Իսկ ինչ տրամադրություններ են քաղաքացիների շրջանում եւ արդյոք հետեւում են քարոզարշավին ու մասնակցելու են ընտրություններին։ Մասնակցելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անպայման։ Իսկ արդեն որոշել եք, որ ուժին եք տալու ձեռքևեն։ Նու իհարկե որոշել եմ, բայց դա գաղտնիք է։ Իսկ հետևում եք քաղաքական գործընթացներին, թե կուսակցությունները եւ դաշինքները, որոնք մասնակցել են, ինչ խոստումներ են տալիս իրենց ընտրողներին։ Իհարկե, բա առանց այդ խորանալու այդ մտքերի մեջ ոնց կարելի է որևէ մեկին ընտրել։ Իսկ իրատեսական համարում եք այն խոստումները, որոնք ուժերը տալիս են։ Ոչ բոլորը իհարկե, բայց որոշ բաներ կանեն, եթե փոփոխություններ ելեն։ Եթե փոփոխություններ չեղավ, ոնց կար այտենց կմնա։ Մասնակցելու եմ իհարկե։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք քվարկելու։ Իհարկե կառավարությանը, իմ հայրենիքին։ Քարոզարշավին հետևում եք, թե քաղաքական ուժերը ինչ են ասում։ Այո, լավ հետևում եմ, ամեն ինչից տեղյակ եմ եւ դատում եմ ինքս իմ ուղեղով, ոչ թե ինչ որ մեկին լսում եմ կամ ինչ որ մեկի ասածով եմ շարժվում, խելամիտ մտածում եմ եւ տեսնում եմ։ Կույր չեմ, տեսնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է, ժողովուրդը ուրախ է, երջանիկ է եւ այսպեսի գեղեցիկ քաղաքում երջանիկ ապրում ենք։ Մասնակցել եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այո, անպայման։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք ձայն տալու։ Դեռ ոչ։ Հստակ չեմ որոշել։ Ոչ, ես այստեղ չեմ լինելու ուղղակի։ Եթե այստեղ լիներ, կմասնակցեք։ Իհարկե կմասնակցեի։ Երևի այո։ Իսկ հետևում եք քարոզարշավին, քաղաքական ուժերի խոստումներին։ Մի քիչ։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք ընտրելու, թե դեռ որոշում չեք ասել։ Այո։ Լավ։ Իսկ քաղաքական ուժերի տված խոստումները որքանով եք իրատեսական համարում։ Չեմ համարում։ Մարդիկ, ովքեր չեն պատրաստվում ընտրությունների մասնակցել, իրենց ինչ որ տալի անպայման գնալ եւ անպայման ինչ որ կամ մի ուժի տալ կամ բայց անպայման գնալ, որովհետեւ այդ թերթիկը անիմաստ ինքը կամ կորելու է կամ ուրիշի գրպանն է գնալու։ Բնականաբար։ Իսկ արդեն որոշում ունեք, թե որ ուժին եք ընտրելու։ Իմ մեջ որոշումը կայացրել եմ։ Չպետք չի ասել։ Իսկ հետևում եք, թե ինչ խոստումներ են տալիս քաղաքական ուժերը։ Հետևում եմ։ Դրանք իրատեսական համարում եք։ Նայած ում։ Որոշներն այո, որոշներն ոչ։ Բարի։ Եվ կան մարդիկ, ովքեր ասում են, որ ընտրություններին չեն մասնակցելու, իրենց ինչ կասեք, էլի։ Կհորդորեմ, որ անպայման մասնակցեն, որ իրենց ձայնը անպայման ինչ-որ մի ուղղությամբ ուղղորդեն։ Մասնակցելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Դե հա, միանշանակ։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք տալու ձեռքևեն։ Մտքումս երկու տարբերակ ունեմ, քննարկում եմ։ Իսկ հետևում եք, թե քաղաքական ուժերը ինչ խոստումներ են տալիս։ Բացարձակ։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Ես այդ մարդկանց չեմ կարող խորհուրդ տալ, որտեվ եսերը կորցած մարդիկ են, ամենայն անկեղծությամբ։ Մարդ պետք է իր անձի հետևից, իր քվեի հետևից գնա միշտ։ Իհարկե, անպայման։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք քվարկելու։ Դե սովորաբար այդպիսի բաներ չեմ բարձրաձայնում, բայց այո, որոշել եմ։ Երկրի քաղաքական վիճակը միշտ էլ ինձ անհանգստացնում է, այս պահին առավել եւս անհանգստացնողը երկրի իրավիճակը, յուրաքանչյուր ձայն շատ թանկ է եւ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է գնալ եւ մասնակցել ընտրություններին, իր կամքը հայտնել։ Մասնակցելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ոչ։ Իսկ ինչն է պատճառը, որ չեք մասնակցում։ Ես շատ հեռու եմ քաղաքականությունից։ Ես հասկանում եմ, որ ոչ ման չի փոխվել իմ մասնակցությունով։ Ոչ մի ուժ չկա, որին տես կուզեիք ինքը իշխանություն։ Անպայման։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք ընտրելու ընտրություններին։ Ընտրությունը կարծում եմ մեկն է, այո։ Ամեն անգամ ընտրություններին բնականաբար բոլորը ինչ-որ խոստումներ են տալիս, բայց իմ ընտրությունը չեմ բարձրաձայնի, բայց կարծում եմ ճիշտ ընտրություն է լինելու։
Իսկ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր պատրաստվում են չմասնակցել ընտրություններին, ասում են, որ ոնց որ չեն ընտրելու, էլ ընտրություններին չեն գնալու։ Ամեն դեպքում կարծում եմ մասնակցությունն է ճիշտ, որպիսի ձեր ձայնը ուրիշին չտան, բայց կարծում եմ երկար ժամանակա մարդիկ արդեն գնում են ընտրությունները իրանք անում են իրենցով։ Դե իհարկե, քաղաքացի եմ, չէ։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ չեն մասնակցել ընտրություններին, իրենց ինչ կասեք։ Իրանց գործն է, բայց սխալ է երևի թե։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք ընտրելու։ Ցավոք սրտի չէ։ Չէ։ Ճիշտ որ ասեմ, ոչ մեկի չեմ ուզում, չեմ հավատում։ Խոստումներին։ Չէ։